Sevan Agritech Summit-ն արդեն երրորդ տարին Սևանի ափին համախմբել է ագրոտեխնոլոգիական ոլորտի նորարարներին, քննարկելու թե ինչպես են ավտոմատացված համակարգերը, արհեստական բանականությունը, տվյալահեն ջերմատներն ու ճշգրիտ գյուղատնտեսության լուծումները բարձրացնում ժամանակակից ագրոբիզնեսի արդյունավետությունը։ Այստեղ ունենք շատ հետաքրքիր խոսնակներ Նիդերլանդներից մասնավորապես, ովքեր այստեղ են կիսվելու իրենց փորձով, կիսվելու իրենց լուծումներով եւ նաեւ համագործակցության եզրեր փնտրելու։ Հաջորդ սեսիան ճշգրիտ գյուղատնտեսության, GIS-ի եւ հեռավար զոնդավորման սեսիան է, որտեղ շեշտը դրել ենք ճշգրիտ այգեպտղաբուծության կամ այգիների կառավարման տեխնոլոգիաներին, որը որ արդեն տեսնում ենք, որ Հայաստանում նույնպես այգետերերը կամ ագրոնոմները, ովքեր աշխատում են այգիներում, արդեն օգտագործում են նմանատիպ լուծումներ։ Համաժողովի թեման ձևավորվել է հաշվի առնելով գյուղատնտեսության զարգացման արդի միտումներն ու պետական աջակցության ծրագրերի առաջնահերթությունները։ Քննարկվում են ճշգրիտ գյուղատնտեսության թվային լուծումները եղանակային կայաններից ու ջերմատներում վնասատուների մոնիթորինգի համակարգերից մինչև գյուղատնտեսական ռոբոտաշինության զարգացման հնարավորությունները։ Ամբողջ աշխարհում այսպես տեսնում ենք տենդենսներ, որ գյուղատնտեսական աշխատուժի հետ կապված բավականին խնդիրներ են իհայտ գալիս։ Ֆերմերները ավելի տարիքով են դառնում, դուրս են գալիս գյուղատնտեսությունից, տենդենսները ավելի այսպես բացասական են, դրա համար ենք այսպես բարձր տեխնոլոգիաների օգտագործման եւ լուծումներով փորձում գրավիչ դարձնել նաեւ երիտասարդների համար։ Երկօրյա համաժողովն այս տարի ավելի քան 300 մասնակից ունի Հայաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եւ Վրաստանից։ Մեր երկիր ժամանած փորձագետները ներկայացրեցին ագրոտեխնոլոգիաների ոլորտի լավագույն փորձն ու Հայաստանում դրանց ներդրման հնարավորությունները։ Խոսել եմ դաշտային ռոբոտների եւ Եվրոպայում դրանց կիրառման փորձի մասին։ Ներկայացրել եմ դրանց արդյունավետության վերաբերյալ մեր իրականացրած գնահատումների արդյունքները։ Քննարկել ենք այս տեխնոլոգիաների լայն կիրառման հնարավորությունները ապագայում, ինչու՞ չէ նաև ձեր երկրում։ Ուշադրության կենտրոնում են նաև կենսատեխնոլոգիաները եւ ագրովոլտային համակարգը, որը հնարավորություն է տալիս համատեղելու վերականգնվող էներգիան եւ գյուղատնտեսական արտադրությունը։ Sevan Agritech Summit 2026-ն անցկացում է շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող կայուն եւ ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում Sigma ծրագրի աջակցությամբ։ Շիրակի, Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում իրականացվող այս նախագիծը նպատակ ունի բարձրացնել գյուղատնտեսական արտադրողականությունը, աջակցել ֆերմերներին եւ տեղական բիզնեսին, բարելավել կանանց եւ տղամարդկանց եկամուտ ստեղծելու հնարավորությունները, ինչպես նաեւ ապահովել մրգերի, մասնավորապես խնձորի, պահպանման առավել արդյունավետ պայմաններ։ Հենց այս նպատակով էլ Շվեյցարիան 10 տարվա ընթացքում կհատկացնի մոտ 12 միլիոն եվրո։ Գյուղատնտեսական նորարար տեխնոլոգիաներն այս ծրագրի առանցքային ուղղություններից են, ուստի մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդական ագրոգաղափարների զարգացմանն ու իրագործմանը։ Հայաստանում շատ մարդ է ներգրաված գյուղատնտեսությունում, բայց ունենք ցածր արտադրողականություն։ Եվ իհարկե արտադրողականության բարձրացման այլ եղանակներ, քան նոր տեխնոլոգիաների ներթափանցումը չկա, եւ մենք ըստ էության երկու ուղղություն ենք զարգացնում։ Մեկը հենց այս համաժողովն է, որտեղ մենք պարզապես հրավիրում ենք աշխարհի տարբեր լավագույն փորձառություն ունեցող մասնագետներին եւ մյուս ուղղությամբ մենք զարգացնում ենք այս ոլորտում առաջին իրենց քայլերը եւ փորձը իրականացնող ստարտափներին, իրանց համար կառուցվում է հատուկ աջակցության ծրագիր, ուսուցողական ակսելերացիոն ծրագիր եւ արդեն այս 3 տարվա ընթացքում մոտ 40 ստարտափներ անցել են այս աջակցության սխեմայով։ Անցկացվում է նաև Sevan Agriton 2026 տարածաշրջանային մրցույթը, որի եզրափակչում 7 թիմ ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսական խնդիրների լուծման ուղղված նորարարական գաղափարներ։ Մրցույթից հետո Sigma ծրագիրը կշարունակի աջակցել առավել հեռանկարային ստարտափներին, նպաստելով դրանց ներդրմանը փոքր գյուղացիական տնտեսություններում։ Ծաղկանուշ Միրզոյան, լուրեր։